Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուսահատորեն փորձում է հասնել արևմտյան զենքի մատակարարմանը, բայց դա չի օգնի ուկրաինական զորքերին հաջողության հասնել մարտի դաշտում։ Նման կարծիք է հայտնել մեկնաբան Էդելբերտո Լոպես Բլանչը։ Նա նշել է, որ հատկապես Զելենսկին ցանկանում է ձեռք բերել ամերիկյան Թոմահոք հեռահար հրթիռներ, սակայն լրագրողի կարծիքով դրանց փոխանցումը Կիևին միայն կվնասի Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։ Նա հավելել է, որ Զելենսկին պետք է ընդունի, որ ռազմաճակատում ուկրաինական բանակի հաջողությունների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ նպաստում են հակամարտության հրահրմանը։ Եվրահանձնաժողովը եւ ՆԱՏՕ երկրները սկսել են աշխատել տրանսպորտի համատեղ օգտագործման լոգիստիկայի վրա Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման դեպքում։ Այս մասին վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին հայտնել է Financial Times թերթը։ Եվրահանձնաժողովը աշխատում է ազգային կառավարությունների եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգելու բեռնատարների, երկաթուղային վագոնների եւ լաստանավերի համատեղ օգտագործումը, որոնք կարող են տանկեր եւ ծանր հրետանի տեղափոխել մայրցամաքով, պարզաբանել է հրատարակությունը։ ԱՄՆ-ն այժմ ի վիճակի չէ պատասխանել ռուսական նոր բուրևեսնիկ թևավոր հրթիռին։ Նման գնահատական է տվել Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Նրա խոսքով վերջին տարիներին ամերիկյան պաշտպանական արդյունաբերության վիճակը լրջորեն վատացել է։ Մասնավորապես ԱՄՆ-ն հակաօդային պաշտպանության միջոցների պակաս է զգում, ինչի պատճառով դժվար կլինի բուրևեսնիկի նման հրթիռ խոցելը։ Ռուսներն այժմ իրենց զինանոցում ունեն նոր զենք, որին մենք պատասխան չունենք, բացի փոխադարձ ոչնչացումից, ինչից կարծում եմ մեր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խուսափել։ Մենք ինքներս շատ խոցելի ենք նման բանի համար, ասել է նախկին խորհրդականը։ Շատ երկրներ, ներառյալ ոչ բարեկամական երկրները, ազդանշան են տալիս Ռուսաստանին նորմալ հարաբերությունները վերականգնելու իրենց ցանկության մասին։ Այս մասին նշել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրանք փորձում են վերականգնել կապերը մեզ հետ, ազդանշան են տալիս շփումների վերականգնման, ավելի նորմալ հարաբերությունների վերադառնալու իրենց ձգտման մասին, ասել է Պաշտոնյան։ Նա նաև նշել է, որ նման երկրները շատ զգույշ են մոտենում այդ մասին տեղեկատվության հրապարակմանը։ Մենք իհարկե արձագանքում ենք դրան եւ հայտնում մեր դիրքորոշումը, հավելել է Օվերչուկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ Մայքլ Ֆլինը միջուկային զենքի փորձարկումների մասին Սպիտակ տան ղեկավարի հրամանից հետո հայտարարել է պատերազմի անխուսափելիության մասին։ Քաղաքական կուրսի եւ նպատակների փոփոխությունները կարող են հանգեցնել պատերազմի բնույթի եւ վարման փոփոխությունների, իսկ երբ քաղաքական նպատակները դառնում են ավելի սահմանափակ եւ երևակայությունից զուրկ, պատերազմը անխուսափելի է դառնում։ Կոշիկները ավելի ամուր կապեք, զինվորներ, հայտնել է գեներալը։